Հարգելի ներկաներ, սիրելի հերոսածին մայրեր, հայրեր, հարազատներ, հյուրեր, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Պատիվ ունեմ այսօր ներկայացնելու տիկին Սուզաննա Մկրտչյանին, ով բազմաթիվ գրքերի հեղինակ է և իր հերոսապատում գիրքը նվիրում է մեր անմահ հերոսներին։ Գիրքը տպագրվել է Թալին համայնքի ղեկավար պարոն Սատրյանի աջակցությամբ, ով մեծ սիրով կմասնակցեր, սակայն հայցում է ձեր ներողամտությունը, պետական հայցով Թալինում չի գտնվում, բայց ձեզ է տոնում իր ուղերձը, կընթերցեք հիմա։ Հարգելի տիկին Մկրտչյան, սիրելի հերոսածին մայրեր, հերոսների հարազատներ, այսօր դուք ականատես եք լինում մի գրքի ծնունդի, որն անցնում է սովորական գրականության սահմանը ու վերածվում է ազգային հիշողության, խոնարհումի և երախտագիտության անմահ ոլորտի։ Խոսքը Սուզաննա Մկրտչյանի հեղինակած հերոսապատում գրքի մասին է։ Գրքում հավերժացվել են 36 անմահ հերոսների անուններ, ովքեր ոչ միայն մեր նորօրյա պատմության կերտողներն են, այլև սերնդից սերունդ փոխանցվող հայրենասիրության, անձնազոհության և նվիրումի օրինակներ։ Այս անունները ոսկեզօծ տարերով գրված են ոչ միայն գրքի էջերում, այլև մեր հոգիներում։ Բանաստեղծությունների այս գիրքը խոնարհում է շնորհակալություն և հարգանքի ու հավերժ հիշողության խոր արտահայտություն։ Սիրելի մայրեր, ձեր զավակներն այն կոթողներն են, որոնց վրա հենվում է մեր այսօրն ու կերտվում է մեր վաղը։ Նրանցից յուրաքանչյուրը պատմություն է, քաջության, նվիրումի, անձնազոհության մասին։ Յուրաքանչյուր անուն հավերժության կանչ է։ Ձեր սրտի ցավը դարձել է մեր բոլորի կսկիծը, ձեր զավակների սխրանքը մեր բոլորի հպարտությունը, թող այս գիրքը տարածի ուժ, հավատ և նոր ոգեշնչում բոլոր նրանց մեջ, ովքեր շարունակում են կերտել մեր հայրենիքի վաղվա օրը։ Թող մեր հերոսների սուրբ հիշատակը վառ մնա հավերժ, լինի ուղենիշ սերունդների համար։ Շնորհակալություն ձեզ, տիկին Մկրտչյան, այս հայրենանվեր աշխատանքի համար, շնորհակալություն ձեզ, հերոսածին մայրեր, որ տվել եք մեզ հայրենիքի նվիրյալ որդիներ։ Շնորհակալություն մեր հերոսներին, փառք մեր հերոսներին։ Խոսք ունի ասելու բանաստեղծուհի արձակագիր Սուզաննա Մկրտչյանը։ Համայնքի հայրերի բոլոր աշխատակիցներին, սիրելի հերոսածին մայրերին, ծնողներին, հյուրերին, սիրելի ներկաներին։ Այսօր ձեր որդիների սուրբ շիրիմի առաջ խոնարհում եմ իմ գլուխը և խնդրում եմ բոլորիցս մեկ րոպե ճապուկ կանցարկեք մեր հերոսների անվերջ շարունակություն։ Հարգելի ներկաներ, բոլորս գիտենք, որ հայ ժողովուրդը իշխանության ողջ ժամանակաշրջանում ծանր փորձությունների միջով է անցել, կողմնակի դաշնամուրի ճամփաներով, ծովից սոթելով Հայաստանից հասիկ մի բուր է գնացել, անցած արձակման պատրաստում անցած արձակման փորձերի միջով ունեցան հաղթանակներ և ցավոք տեսանք քարորյա 44-յա դաշնամ պատերազմները, որոնց ժամանակ ունեցան անդառնալի մեծ կորուստներ, սիրելի մայրեր, ծնողներ, նորից ըմբիշ նույնիսկ համոզված կշռում են, որ մեր հերոս տղաները չեն պարտվել, նրանք հաղթել են այդ ատավասար մարդու, քանի որ նրանք կրվում են 7 խոշոր երկրների գերհզոր զենքերին, մեր կուսավոր արծիվ տղաները սրացան երկին, միաձուլվեցին մեր հազարավոր երեսների աստղաներին
Աստծուն աչքերով լսում են հայրենի աշխարհիստները, հույսով սպասում գալիք հաղթանակներին։ Բրակրկան իմացյալ մահով մնացին հավերժ երիտասարդ, հավերժ հաղթանակած, հավերժ կենդանի բոլորիս հիշելու։ Մենք պարտավոր ենք հիշել բոլոր ժամանակում զոհված մեր հերոսներին, շրջի դաշտում ոսերի չանցած հայրենասեր սպաներին, գեներալներին, տուն վերադարձած հաշվորտան դարձած գերեվար հաստահաներին, անուն անկանուն, ամեն օր և ուրիշ։ Անգրացած քաջալետրաների կործրած թանկյանքի գինն ենք այսօր մենք մայրում։ Մեր անմար հերոսների անվար շամպետին բնչան հոգին հույսը քիստին։ Հիշեցեք դուք մեզ ձեր փոխորդ։ Հիշեցեք դուք մեզ կապույտ երազում։ Հիշեցեք դուք մեզ անուն առանում։ Հիշեցեք դուք մեզ ողջերիշ։ Հիշեցեք դուք մեզ ունի մորացեք։ Քնած թեաթուն մենք ձեզ ենք հսկում։ Ձեզ հում թակում մեզ միշտ բարբար։ Մենք ձեր համար ենք ասում կերպում։ Անցանք մենք դաժան գոցերի միջով, այրվեց մեր սիրտը ազգի կարոտով։ Մի եղեք այդպես ընտարբեր, մարդիկ, ընկանք, որ հայրենիքը մնա անարիք։ Հիշեցեք դուք մեզ քնած դրանում։ Արել ու ողջ աշխարհին զարմանք պատճառել։ Մենք չենք հաշվելու այս կորուստի հետ։ Դժվար է կողմել մեր հերոս ոգին։ Մենք հերոսներն ենք հաճախում նավթի, Արցախը երբեք դուրքին չենք թողնի։ Մեծ քաջ նավթի նման, որ երկին հայոց, միշտ հզոր մնա, զավակներ քաջ նավթի նման։ Դարերս քայլել ու նավաղաթով պատմություն գրել, հայոց աշխարհը ցված նարել, անիկան ցեղին կյանք է պարգևել, ողջ կյանքում անվերջ տառապանք գրել, իր գոյությունը դարերով պահել, դաժան փորձության միջով է անցել, կուր հզոր կամքով իր ճամփան հարթել։ Անդրանիկ Մանուկյան Թաթուլ Կրպեյան Արամ Թորոսյան
Արոդիկ Հովհաննիսյան, Մկրտիչ Ղազարյան, Պավլիկ Պետրոսյան, Կարեն Սարգսյան, Միհրան Հարությունյան, Սարգիս Խանոյան, Խորեն Հաջաթյան, Նարեկ Սարգսյան, Արգիշի Ստեփանյան, Սևակ Համարցումյան, Արշավիր Ասլանյան, Գևորգ Թորոսյան, Արման Հակոբյան, Մխիթար Ասատրյան, Գրիգոր Վարդանյան, Ռաֆիկ Հակոբյան, Վարդան Նացականյան, Արտյոմ Ստեփանյան, Գարմիկ Արաքելյան, Վիգեն Գևորգյան, Հարություն Ֆահրեզյան, Սևակ Սահակյան, Սարգիս Աշակյան, Մկրտիչ Հարությունյան, Պողոս Բաղդասարյան, Վարդգես Ղազարյան, Միհրան Ասատրյան, Բալոզյան Ներսիսյան, Սոկրատ Պետրոսյան, Աբրահամ Բարենջյան, Գոր Բաբայան, Փառք ու պատիվ մեր Տիրոսների։ Մեծարգոհիներ, այժմ խոսքը սիրով փոխանցում եմ հզոր մայրեր միության նախագահ եւ անմահ հերոս Գոր Բաբայանի մայրիկին, մեր սիրելի Գայանե Բաբայանին։ Երի թաղություններ, ողջունում եմ բոլորին, իմ հերոսացին մայրեր, շատ ծանր է ինձ համար, երբ որ ես իքսել եմ ցավ ապրած,
արդեն 20 տարի գործուս գործել է, բայց ուշ գտեք ձեր մեջ, երբեք ձեր ածուներ ցույց տաք ձեր դիմանցին, դուք հպարտեր եք, դասիրակել եք հայրենասեր հերոս տղաներ, բոլորիդ դեր շնորհակալ եմ, այս ջերմ խոսքերի, որից ձեզ զոհում են, շատ ծանր եմ տանում։ Չգիտեմ ինքը տարիաբացել եմ զոր մայրերի հասարակական բարեգործություն եմ անում, բայց ցավում եմ ապրում։ 3 օր առաջ գնացել եմ Սիսիան, ամեն հերոսի քարիմոն մոտենալուց ամբողջ մարմինս դրողում էր։ Չեմ կարող ասել, ես ձեզ ոսկի կտամ, ձեզ չգիտեմ ինչեր կտամ, ձեր բալիկին ձեզ կտամ, մենք դեռ սպասում ենք մեր տղաները գալուին։ Եվ սպասենք ինչը մեր կյանքի վերջ։ Պատրոգիչ, պարգևատրվում է Տավրոս Աբրահամը հայրենիքի մատուցած ամսնորած ծառայությունների համար։ Հարկ Մերոբյան հերոսին։ Պատրոգիչ, պարգևատրվում է Լուսինե Ավագյանը հայրենիքի մատուցած ամսնորած ծառայությունների համար։ Հարկ Մերոբյան հերոսին։ Պարգևատրվում է Իրինա Ամիրյանը հայրենիքի մատուցած ամսնորած ծառայությունների համար։ Հարկ Մերոբյան հերոսին։ Պարգևատրվում է Նարինե Կիրակոսյանը հայրենիքի մատուցած ամսնորած ծառայությունների համար։ Հարկ Մերոբյան հերոսին։ Պարգևատրվում է Շուշանի Շատոյանը հայրենիքի մատուցած ամսնորած ծառայությունների համար։ Հարկ Մերոբյան հերոսին։ Շնորհակալություն։ Տրվում է Ռուսաննա Լուկաշյանի հայրենիքի մատուցած ամսնորած ծառայությունների համար։ Հարկ Մերոբյան հերոսին։ Սիրելի մայրեր, եթե այգիներ կար, սիրելի այգիներ, ես ինչի համար եմ երկու հատ Ռուզաննային շնորհակալի եւ ողջույն տալու։ Ապրեք դուք Ռուզաննա ջան, ձեր տարիքը մեծատարող մայր, մեծատարող տատիկ, մեծատարող բանաստեղծուհի, ապրեք դուք ձեր տարիքին, մի 6 տարի առաջ, դուք իմ գորի համար Երևանում 19 գրադարանում ոտանավոր կարդացի, ես այդ պահին ուզում էի գրեի, կանգնեցի սանջանս դողում էր, ժողովուրդ ենքան սիրում ոտանավոր, ես պատկերացրի պիտի նամ կացնեմ աբովյան, գորս տունը կդեպի, այդ հաղաքի պահը կամանեն դուզ, իմ գորի ծունցուրին բոքի կավթարկի կերուսանա, ապրես ծավոտան է։ Իմ սիրելի հանդեսատես, իմ սիրելի ներկայեր, երաշտիկում խորի շնորհակալ եմ հայտնում թալ երաշտական դպրոցի տնօրեն Հովիմ Հայրենասեր, անչափ պատրաստական շնորհալի Շուշանի Շատյանին, այսքան նա միջոցառում է իմաց մեր հերոսներին բովանդականից դարձնելու համար, մեծ աշխատանքի համար, դպրոցի ողջ անձնակազմին, թանի երաշտական դպրոցի եւ տեխնիկ սասնաշենի շաբթիտան անդուր կամնդական բարի կոմիտի շնորհալի սաներին գեղարվեստական ղեկավար Նարինե Կիրակոսյանին։ Շնորհակալ եմ երկեր կանթերի կատարումներից, ասմունքովներից, մեր քրկուշ Հաննայից, միջոցառման սիրով բարելու մեր ամենս Դավիթից, նկարահանման ողջ աշխատանքն անդրստում չկատարելու համար, բոլորից, մեր սիրելի Իրինայից, եւ կներեք ինձ, եթե անուն անուն չի թվարկում ձեզ, մեր սիրելի Գոր Բաբայանի մայրիկին,